Ջին հարցնում է, ինձ հետաքրքիր է իմանալ, ինչ խոչընդոտներ են սպասում այն մարդուն, ով կփորձի խորասուզվել պատմության այսքան տարիներ հմտորեն քողարկված ընդերքները, չէ որ շատ բաներ թաքցնում են և շարունակում են թաքցնել մինչև երբ, և ինչ մեխանիզմներ եք դուք տեսնում այդ ամենը հանրությանը հայտնի դարձնելու։ Մեկ հարց էլ ևս, ում է ձեռնտու թաքցնելը, ով է ամեն ինչի հետևում կանգնած, ինչ-որ գլոբալ պայմանավորվածություն գոյություն ունի։ Անունը ոնց է հեղինակի։ Ջի, իր մտահոգությունները ընդունում եմ, ընկալում եմ և համաձայն եմ իր հետ։ Ամենակարևորը այս ամբողջ հարցի մեջ ինչ է սպասում մի մարդու, որը փորձում է խորասուզվել այդ հարցերի պատասխանները փնտրելու գործընթացի մեջ, հնագույն պատմության մեջ և այլն, և այլն, և այլն։ Պատասխանեմ անկեղծորեն։ Բոլոր զգացմունքները միասին, և պարծանք, և հիասթափություն, և զարմանք, և սեփական անձը վերագնահատելու կամ գնահատելու մի հրաշալի հնարավորություն։ Այս դրական և բացասական բոլոր զգացմունքները սպասում են։ Տեղեկատվությունը ազատ է։ Ազատ է, այո, ազատ է, ուղղակի կարիք կա ունակություն ունենալու թաքնված և պահկված տեղեկատվության տողերի, բառերի մեջ գտնել իմաստը։ Քանզի իմ եզրակացությունից մեկն եմ օրինակի համար ասում, շատ բաներ քողարկված են, շատ բաներ եղել են սքողված, փակված, վարակված, ամեն մեկը անում է իր գործը։ Պատմության մեջ գտնում է իրեն նպատակահարմար փաստարկները, եթե անգամ այդ փաստարկները իրեն նպատակահարմար չեն, ապա ստեղծում է մի նոր առասպել, այդ առասպելը մտցվում է շրջանառության մեջ, ժամանակի ընթացքում դա տարածվում է, ստանում է տարբեր գունաերանգներ, գունաբաժանումներ, գեղեցկություններ և այլն, և դառնում է բոլորին հասանելի։ Իմ անձնական տպավորությունը կարող եմ ասել։ Ոչ մեկը, ոչ մի ազգ իրավունք չունի կոչվելու, որ ինքը միակն է, կամ առաջինն է, կամ ընտրյալ է։ Ուսումնասիրելով հնագույնս հնագույն աղբյուրները, մենք տեսնում ենք, որ ոչ մի աստված և ոչ մեկին նման իրավունք չի տվել։ Եթե նման թյուրիմացություններ մեր գիտակցության մեջ չլինեին, ապա երևի թե չլինի ոչ եղեռնագործություն, ոչ խաչակրած արշավանքներ, երևի չէր ծնվի Հիտլերին ու Հիտլերի նմանակներ, երևի չէին հայտարարի, որ իրենք ընտրյալ են, մյուսները սևագործ են կամ ճորտ են կամ սատանա են, և այլն։ Ամբողջը գալիս է նորից ակունքներից, պղտորել ենք այդ ակունքները։ Բոլորս արարված ենք, ստեղծված ենք միևնույն Աստծո կողմից, բազմահազարյա պատմության ընթացքում այդ բազմաթիվ աստվածների առկայության պարագայում, ավելի ճիշտ Էնլիլի և Էնկի երկու եղբայրների հարաբերությունների պատճառով մենք կիսվել ենք ու ամեն մեկ ընտրել է իր Աստծուն, իր կուռքը։ Ու սա դարձել է արդեն մարդկային մահկանացու մարդկանց սովորական գաղափարախոսություն, սովորական դրոշ ու ամեն մեկը նույն Աստծո անունից արտաբերել է, արտասանել է բառեր և փորձել է արդարացում գտնել իր արարքների։ Այսօր հրեա ժողովուրդը գնում է կոտորելու Խանանեայի ժողովրդին և հայտարարում է, որ դա Աստծո հրամանն է։ Այսօր ոչ մի տերորիստ պայթեցնում է Նյու Յորքի բարձրահարկ շենքերը և վստահաբար հայտարարում է, որ դա Աստծո հրամանն է կատարում։ Այսօր ոչ մեկը լեռներում ամբողջ կյանքում աղոթում է և վստահ է, որ ինքը Աստծո հրամանն է կատարում։ Աղոթել Աստծուն, որ
փառք ես, որ դու մեր այսօր երեկոյան հաստեցիր ուտելու եւ միևնույն ժամանակ մյուս օրը քո ասեն գործընկերոջը կամ քո հարևանին խապել, ստորացնել եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Այս նոնսենսը ծնվել է հենց արմատների պղտորումից։ Դեր եղիր քո ժառանգությանը, դեր եղիր քո պատմությանը եւ այդ դեպքում քո կողքը ինչ ամպրոպ էլ գոռա, քո օջախը, քո տունը կլինի կառուցված ամուր։ Քո երկրի տեր ու տիրակալը կլինես։ Գիտակցիր դա եւ տեր եղիր այդ մեծագույն ժառանգությանը եւ մի փնտրիր, որ ամբողջ աշխարհը այդ անելու ու ասելու բան չունի, միայն եւ միայն մտածում է, թե ոնց քեզ ստորացնի կամ ոնց քեզ ոչնչացնի։ Դու քեզ մի ոչնչացրու, դու քեզ հարգիր, դու ծնիր քո զավակներին, դու նրան դաստիարակիր ըստ արժանավորությունը եւ ուզում է աշխարհներ շուռ գա, հայերեն ասած քո դեմ խաղ չի կարող լինել։ Ինչ վերաբերում է մեր ասենք ուսանողների կամ մատասերնդի վերաբերմունքին ինձ համար դրական առումով զարմանալի, որ ասենք մեր երիտասարդները, ասենք այսպես, գալուտ են հայրենասիրության։ Նրանք մեր ասենք անկախ Հայաստանի զավակներն են, երեխաներ, որոնք ծնվել են արդեն դուրս լինելով կոմունիստական սոցիալական միության գաղափարներից, ծնվել են մի աշխարհաքաղաքական միջավայրում, երբ այդ գաղափարները չկան, բայց նաև չկան մյուս գաղափարները։ Կուրքերը վերացան, գաղափարները վերացան ու մի հատ պաուզա, մի հատ վակուում։ Չկա այն փարոսը, Քաոսը։ հա, քաոսը, բարես բուն իմաստով գաղափարական քաոս։ Որ երեխեքը ասենք ամեն մեկը բարձ այդ քաոսում պետք է ինչ-որ մի բան գտնի։ Ելնելով իր ընտանեկան դաստիարակությունից, իր ծնողների ով կամ ինչ լինելուց, իր շրջապատից, ամեն ինչից, կամ այս ուղղությամբ են տանում, կամ այն ուղղությամբ են տանում։ Դրա համար ծնվում են եւ հազարավոր նորանոր աղանդներ, կրոններ, չգիտեմ ասենք ինչեր, գիշերային ակումբների, ասենք ինչ որ ոսկյա ջահելություն, զատայա մալաջուշ կոչվածներ, եւ այլ, բայց նաեւ ասենք բազմաթիվ են երեխեքի քանակը, որոնք ասենք ինձ համար զարմանալի 18, 19, 20, 21 տարեկան երեխաներ, որ ասենք համացանցով ինտերնետով ինչ-որ գրքի տպավորության տակ կամ գրքի մասին լսելով կամ տեսաֆիլմներ լսելով, հենց հարցեր են տալիս, ասում դուք իսկապես 20 տարեկան եք։ Այսինքն 19, 21, 20, 21 տարեկանում երեխեքը մեր ուսանողները հենց հարցերով են սկսել մտահոգվել, որ դարձի ես այդ հարցին հասել եմ 50 տարեկան։ Սա հիանալի է։ Սա իսկապես հիանալի է։ Ուրեմն այս երեխաները արյան մակարդակով, գենի մակարդակով արդեն ուզում են հասկանան եւ իմանան, թե ով են իրենք ու ո՞րն է իրենց ճանապարհը։ Սա հիանալի է։ Կարծես հենց այդ ճանապարհներից մեկը տարավ դեպի Հայկի արձանը, որը եւ լվացին։ Օրինակի համար է։ Ես իսկապես շատ Ձերքից ոգեշնչված այդ երիտասարդները հավաքվեցին ու գնացին Հայկի արձանը։ Ստեղծեցին չէ հայ որդիներ, հասարակական կազմակերպություն, երեխաները եւ ասեն գնացին։ Իսկապես սա եւս հարց է։ Մենք ունենալով պատմական փաստարկներ, որ ասենք մեր նահապետը Հայկն է, մենք այդ հիասքանչ արձանը տեղադրել են Երևանի մի հատ կորած մոլորված շրջաններից մեկում։ Սա ինչ է ավելին այդ արձանի պատմությունից։ Այդ արձանը չէ։ 10 անգամ տեղափոխվել է, գիտեն։ Այնտեղ ընդհանրապես 10 անգամ տեղափոխվել է, զան հիշում տնավականի ճանապարհներ դրված մի անգամ, ինչ-որ մի հատ ճահճի մեջ դրած։ Մի անգամ տեչը մի հատ քայլի ժայռի վրա են դրել։ Ինչ է նշանակում ասկ, որ իր նահապետի արձանի արժանավորն տեղը չի դնում։ Սա վերաբերում է սեփական պատմության նկատմամբ։ Սա վերաբերում է սեփական ազգի նկատմամբ։ Այդ ինչ շնամի եք ման գալիս։ Ինչ միջազգային հակահայկական ինչ որ խորհուրդներ եք դուք փնտրում։ Առասպել է Հայկ նահապետը։ Ճշմարտությունն է։ Դա մեր նահապետն է։ Եվ նա արժանի դրվել մի այնպիսի ծառերի հետևում պահկված, կարծես թե ինչ-որ բելից պահկվել է։ Սպասում է թփի հետևում, թե դեպի բելը գա, որ նա նետով խփի։
ու անգամ կողքի բնակիչները չտեսում Արցանն է։ Դա էլ չգիտեն։ Չեք ամաչում հայեր։ Որ ուսանողները 20 տարվա ընթացքում առաջին անգամ երեխեքը գնան հայ որդին գեցունը գնա առաջին անգամ այդ Արցանան լվանա, ձեր մեջ փնտրեք, ձեր գիտակցության մեջ, ձեր վերաբերմունքի մեջ, ձեր աշխարհանկալման մեջ, կամ տերեք ու այդ ժամանակ ունեցեք սեփականաշնորհման վկայականը ու ներկայացրեք այն ամբողջ հասարակության համաշխարհային։ Կամ տեր չեք, դեր չեք, ձեր հայրական տունը ժառանգության իրավունքով ձեզնից կկորչի եւ պարզ է, որ ձեր հարևանները, քոչվոր ցեղերը այն կամած ոչխարի կամ ասենք կովի կամ եսին ինչի բուն կսարքեն։ Ինչպես եղել է բազմիցս եւ շարունակում է լինել։ Ումից եք նեղանում։ Կասնի, որ ժամանակ տեղ չես եղել իրաբանական սորական հասկացողությունը։ Անցավ ժամանակը տեղ չկա։ Ես եմ ես ամեն չի տերը։ Ումից եք նեղանում։ Այսօր Վանա թագավորությունում ասենք Ուրարտու կոչված թագավորություն պեղումներ կատարում են ովքեր թուրքերը։ Եվ պարզա որ նրանց համար հայկի ասենք ցանկացած կերպար պետք է հայկ չլինի։ Կներկայացնեն ինչ ուզում ես, բայց ոչ հայկ։ Կներկայացնեն ինչ թագավորություն ուզում ես, բայց ոչ հայկական։ Պարզ չի, ումից եք նեղանում։ Ռուբիկը հարցնում է ձեզ շատ մի հետաքրքիր հարց, ձեր մեկնաբանությունն է խնդրում օծի կերպարի մասին, ինչ է նշանակում, ինչ կապ ունի քրիստոնեության հետ եւ ինչու է քրիստոնեությունը օծին ներկայացնում որպես թշնամական ելույթ։ Եվս մեկ շատ խոր, շատ բազմաշերտ, շատ իմաստալի գաղտնիք։ Սկսենք նրանից, որ ըստ հնագույն քաղաքակրթության մարդուն արարել է Էնկի էյա հայա աստվածը, որի զինանշանը, տոհմական կերպարը եղել է օծ, երկու օծ, իրար փաթաթված, որը միանշանակորեն հուշում է Դենթեի տեսքը, եւ դրանում իսկ բարձրագույն վկայություն է մարդու ստեղծման արարման մասին։ Դրանից առաջ ըստ շուվերական, բաբելոնական առասպելների աշխարհը ստեղծվել է երկու հասկացողությունների, ասում տարբեր մարդ տարբեր բառեր է օգտագործում, երկու մոլորակների, երկու աստվածների, տարբեր բաներ օգտագործում, բայց անվանենք երկու հակասություններ։ Ըստ հնագույն աղբյուրների ասենք, հայ աստվածը սպանել է Աբզուին, որի կինը Տիամատը հետագայում կռվի է դուրս եկել այդ հայայի կողմնակիցների հետ եւ Մարդուկը, հայայի տղան, ավակ տղան, Մարդուկը, որ մեր բերն է, սպանել է Տիամատին եւ ասենք Տիամատի գլխից մարմնի բոլոր մասերից սարքել է տիեզերքը, սա, նա եւ այդ թողնա եւ ասենք մեր երկիր մոլորակը, ստեղել մի հետաքրքիր շատ հետաքրքիր գաղտնիք է բացահայտվում, բաբելոնական այդ ասենք առասպելը, աշխարհարարման մասին այդ առասպելը պատմում է, որ Մարդուկը սպանեց Տիամատին, մի սպանել թողենք մի կողմ, կտրեց նրա գլուխը, բերեց գլուխը դրեց, գլխից սարքեց սար, եւ Տիամատի արցունքները դարձան Տիգրիս եւ Եփրատ գետերի ակունքները։ Դες թողեք համաշխարհային շնորհագիտությունը մեկնաբանում ամեն ինչ գրում, ամեն ինչ բացահայտում եւ այլն, դες թողեք մնում էր ասենք ինչ որ մոռացված, չնկատված եւ դա հայ չի գրող, այլ բաբելոնական ասենք ինչ պատմիչներն են գրողը, եթե Տիամատ մոլորակի մայ աստվածուհու մոլորակի ասենք գլուխը դառնում է Տիգրիս Եփրատ գետերի ակունքները, այդ գետերը որտեղից են սկսվում, Արարատյան լեռներից։ Ուրեմն ցակվում է տրամաբանական հարց, որտեղ է գտնվում Տիամատ մոլորակի Տիամատ աստվածուհու գլուխը։ Հայկական լեռնաշխարհում, չէ՞։
Այնքան է խեղաթյուրվել ճշմարտությունը, այնքան է այն տրվել մոռացության կամ ասենք նրա վրա այնքան կեղտոտ ժամանակի հետքեր են, շերտեր են գոյացել, որ մենք կորցնում ենք իրական կերպարը։ Սա նույնը նաև վերաբերում է օձի կերպարին։ Ինքի հայը Աստծո, աստղային նշանը եղել է առյուծը։ Նրա անձնական, ասենք այսպես, տոհմային գերբը, տոհմային զինանշանը եղել է օձը։ Որպես տիամատի իրավունքները մայր Աստծո, կյանք տվող Աստվածուհու իրավունքները իրեն վերագրած Աստված, իրեն վերցրած Աստված, հայան նաև շատ և շատ պարագաններում նաև իրեն է վերագրում տիամատի կերպարը, վիշապի կերպարը։ Եթե ցանկացած մարդ ուսումնասիրի այսօրվա աստղային համակարգերը, կտեսնի, որ բոլոր համաստեղությունների կենտրոնում կամ օձն է, կամ վիշապը։ Ուրեմն, Աստված, այդ բառը մի քիչ չեմ սիրում օգտագործել, քանի որ այն էակները, որոնց մասին մենք հիմա խոսում ենք, ոչ իրենք են իրենց Աստված անվանել, եւ ոչ էլ մարդիկ են իրենց Աստված անվանել։ Աստված բառը մենք իրենց վերագրել ենք հազարավոր տարիներ հետո։ Իրենք իրենց կոչել են անունակի, վերևից իջածներ, վերևից ներքև իջածներ։ Այդ անունակինները, այդ էակները, էակներից մեկը Էնկի Էյա հայը, ինքը լինելով կյանք ծնող ջրերի Աստված, ջուր բառն էլ էստեղ հարաբերական, բայց էլ չեմ ուզում շեղվենք, նաև կերպար է ունեցել ձկան։ Լինելով տիամատի մայր Աստվածուհու կերպարի ժառանգը, ուսենց չակետներով բառը օգտագործենք, իրեն է վերցրել նաև վիշապի անվանումը։ Աստղային համակարգերում իրեն է պատկանել առյուծը։ Այսինքն, եթե մենք երբևիցե հնագույն աղբյուրներում, մինչ քրիստոնեություն, տեսնենք օձ, վիշապ, առյուծ և ձուկ, ապա պետք է իմանանք, որ սա նույն արարիչ Աստծո կերպարն է։ Նույն էակի, նույն արարչի մասին է, նույն Աստծո մասին է խոսքը։ Դες դեպքում արդեն պարզաբանվում է վիշապը քարերի մեր, որ Ես չէի ուզում շեղվեմ, այո, ոչ միայն դա է պարզաբանվում, շատ բան է պարզաբանվում։ Հայ օձ երկիր։ Չափազանց շատ բան է պարզաբանվում։ Վերադառնանք օձի կերպարին։ Եթե մենք ուսումնասիրում ենք շոմերական, աքադական, բաբելոնական աղբյուրին, ապա տեսնում ենք, որ մարդուն արարել, ստեղծել է հենց այդ Աստվածը։ Նրանց կյանք է տվել այդ Աստվածը։ Նրանց գիտելիքները տվել այդ Աստվածը։ Նրանց քաղաքակրթությունը տվել այդ Աստվածը։ Բազմաթիվ անգամ, և Էնլիլը, լինելով Աստվածների գերագույնը, և չափազանց չսիրելով մարդկանց, բազմաթիվ անգամ գոռացել, բացականչել է ու այս մարդիկ, մահկանացու մարդիկ, մեր պապերի մասին է խոսքը, բազմացան, իրենց աղմուկին զզվացրին, արդեն ուզում եմ քնեմ, չեմ կարում քնեմ, մեկը սոված է, մեկը հիվանդ է, հլամյացրանց բոլորին ոչնչացրեք և այլ, բազմաթիվ անգամ Էնլիլի կողմից ուղարկված չարիքներից մարդկությանը փրկում են Էնկի հայա Աստվածը։ Ջրհեղեղի օրոք, իմանալով, որ լինելու է ջրհեղեղ, Էնլիլը հավաքում է բոլոր Աստվածներին և ասում, լինելու է ջրհեղեղ, ուրեմն երդվում եք բոլորդ, որ պիտի մարդիկ այդ մասին չիմանան, գաղտնի եք պահում իրենցից, մենք կբարձրանանք վերև, ալիքները կգա, բոլորին կոյչացնեն, կհանգստանան, քիչ կդառնան նրանց քանակը, ու մենք նորից կիջնենք։ Բոլորը երդվում են,
ստիպում են երդվի նաև Հայ Աստվածը, բայց մարդ էակ Աստված, որը ստեղծել է մարդուն, որը բազմիցս անգամ խախտելով բոլոր աստվածների արձանագրությունները, որոշումները, ռիսկի ենթարկելով իր անունը, հեղինակությունը, նույնիսկ որոշ պարագաներով անգամ կյանքը, եկել եւ փրկել է մահկանացուներին։ Թակուն գնում եւ ասենք իր ծառաներից մեկին որոշ աղբյուրներ կա, որ դա իր որդին է, երկնային կնոջից ծնված, չի բացառում, նաեւ նման փաստեր կա։ Գնում եւ հուշում են նավ սարքել, փրկվել, որտեղ փրկվել եւ այլ արատյանների մի այլ գաղտնիք է։ Հիմա անդրադառնանք Բիբլիային։ Հիշենք, որ բիբլիական Աստվածը ստեղծել է Ադամին եւ Եվային։ Հիշենք, որ Ադամը տղամարդ է, Եվան կին է, ու նրանք ապրում են այգու, դրախտում, կին եւ տղամարդ։ Ֆիքսեք ձեր գիտակցության մեջ այդ երկու հակադիր հասկացողությունները, կին եւ տղամարդ։ Ու նրանք չէին հասկանում, որ իրենք կին են կամ տղամարդ են։ Ու օծը ինչ-որ մի երևույթ, ինչ-որ մի կերպար, օծի անվան տակ նրանց դա հասկացնում է, որ դուք կին եք եւ տղամարդ եք, սիրեք զրիմյանց եւ ունեցեք զավակներ, բազմացեք, ու օծը անիծվում է։ Ու մենք արդեն 2000 տարուց ավել, օծի կերպար ընկալում ենք որպես սատանա, գործելով մեր գիտակցության մեջ բիբլիական սահմանագծերով եւ Բիբլիայի կողմից 5 տականի կողմից տրված այդ գաղափարական բանաձևերով։ Գաղտնիքը կայանում է բացի այն, որ ինչ է տվել օձ Ադամին եւ Եվային։ Գիտելիք, բազմացեք, դե չպիտի բազմանային չեք տղամարդ եւ կին ստեղծել։ Սա թողեք մի կողմ, որպես աստվածաբանական քննարկման թեմա։ Վերաբերվենք մոտենանք Ռուբիկի տրված հարցում։ Օձը ներկայացավ որպես սատանա։ Հետագայում էլի մարդկությունը ամեն մեկ իր երթին իրեն ավելի քրիստոնյա ձևով ներկայանալու համար, ամեն մեկ իրեն ավելի նվիրված գաղափարներին Քրիստոսի ներկայանալու համար արդեն սատանային սարքեց պոզավոր, պոչավոր, չգիտեմ ասենք մորուքավոր, սա արդեն մեկ 2000 տարվա ընթացքում ոգևորվելով ամեն մեկ իր մի ահռելի սարսափելի կերպար ներկայացինք օձին, վիշապին, անգամ Վահագնին տնկեցինք, դրեցինք արցան վիշապ խեղտող, առանց հասկանալու թե ով եւ ում է խեղտում։ Եվ չիմանալով, որ սատանա բառը ի սկզբանե լրիվ այլ իմաստ է ունեցել։ Սատան, թշնամի, հակառակորդ։ Ու եթե մենք այդ բառին իմանալով այնքան ինչքան պատմեցինք, թե ով է օձը կամ վիշապը։ Նկատի ունենալով, որ ստեղծվել է կին եւ տղամարդ։ Նկատի ունենալով, որ Սատան նշանակում է հակառակորդ թշնամի։ Հաշվի առնելով մեծագույնս հանգամանքը, թե ովքեր են այդ տողերի հեղինակները, հին հրեա պատմիչներ։ Դե իմանալով այսքան եկեք այս ամբողջը գումարենք իրար եւ մի հատ պատկերացում կազմենք, ով եւ ինչու օձին սարքեց կամ վիշապին թշնամի, հակառակորդ, կամ օձը կամ վիշապը ում թշնամին էր։ Թարգմանելով 5 տականի բոլոր բառերը, ինչու՞ չէ թարգմանել սատանա բառը։ Թարգմանել կհնչել հակառակորդ, թշնամի։ Ու այդ դեպքում մարդիկ հարց տան ում հակառակորդ։ Ու ոչ մի այց մորուքով կամ պոզերով մեր առաջ չեք դուրս գա որպես սատանայի կերպար։ Ոչ մի մութ, բացասական կերպար մեր կողմից չեն ընկել, որպես մեր սատանա է սա։ Եվ հակառակորդ է։ Ում հակառակորդն է։ Հին հրեաների։ Ովքեր կարող են լինել հրեաների հակառակորդը։
Այս հարցի մեկ այլ հարցի պատասխանը։ Նույն գտականը հուշում է, որ նրանք վրընդվեցին իրենց երկրից, քանզի պաշտում էին մեկ այլ Աստծո։ Ու գալիս է գաղափարական Էնլի եւ հայը Էնլիը որ դառնում է Իլ, Ալ, նույն Ալլախը եւ բոլոր մյուսները։ Եվ Էնկին, որ դառնում է Էյա, հայը, երկու եղբոր գաղափարախոսության, աշխարհընկալման, պատերազմ եղել եւ մինչ այսօր շարունակվում։ Սա է, որ վիշապին օծին սարքեցին սատանա։ Որտեղ մենք անկեղծ եւ ազնիվ լինենք, ապա կնկատենք, որ մենք Հայաստանում ունենք վիշապաքարեր։ Մենք օծին ասում ենք հայա, նորտոց։ Մեր կաթողիկոսի գավազանն անգամ օծ է։ Մենք մեր երկին անվանում ենք հայոց երկիր։ Ու բազմաթիվ ապացույցներ, որ մեր ազգին, մեր երկրամասում, մեր լեռնաշխարհում այդ կերպարը մնացել է։ Նույնիսկ թագավորական զինանշան։ Եվ թագավորականը, Կիլիկիայի զինանշանի մի շատն է։ Չթարգմանված բառերից է նաև Էդեն բառը։ Ոչ միայն Էդեն, այո, չթարգմանված բառերից է նաև Էդեմը, չթարգմանված բառերից է շատ են դրանք։ Էդեմը արժեցիկ Էդեմը ասեմ, Էդեմը մենք ասենք 5 կտականը կարդալով նայում ենք, որ եւ Աստված ասենք այգի տնկեց, այգի դրեց Էդեմում արևելքում։ Էլի մի բառ ընդամենը չեն թարգմանել եւ 2000-3000 տարիների ընթացքում մարդկությունը փնտրում է թե որտեղ այդ Էդեմը, որտեղ այդ դրախտային այգին, բայց իրականում ընդամենը նշանակում է երկու գետերի արանքում ընկած մի հովիտ, այդ թվում նաեւ թիկունք։ Եվ այդ բառը մենք իմաստներ իմանում ենք այդ տողերը նույնիսկ կարդում ենք, ստացվում որ Աստված տնկեց այգի հովտում կամ հովտի վրա արևելքում, կամ հովտի արևելյան մասում։ Եվ եթե արդեն բառը թարգմանվում, արդեն մեր փնտրումների սահմանները լրիվ այլ են դառնում։ Փորձենք այդ ռեբուսային խաղ անենք, չթարգմանենք երկու բառներ։ Արևելք բառը։ Հրեական լեզվով կոչվում է կադմոս։ Չեմ թարգմանում այդ բառը, թողում եմ կադմոս։ Եվ Աստված այգի տնկեց կադմոսում Էդեմում։ Դերեք փնտրեք։ Փնտրեք հազարավոր տարի թե որտեղ է Կադմոս երկիրը, որտեղ է Էդեմ երկիրը։ Հետո մենք պարզաբանում ենք, որ Հայկ Նահապետը Բաբելոնից բարձրանալու ժամանակ Վանա լճի շրջակայքում քաղաք է սարքում, գյուղ է սարքում, բնակավայր է սարքում եւ թողում է իր թորանը Կադմոսին։ Կապ կա արդյոք Հայկ Նահապետի թորան Կադմոս անվան մեջ եւ բիբլիական Էդեմը արևելքում բարի մեջ, արևելքը Կադմոս է կոչվում։ Դե չթարգմանենք բիբլիայում Կադմոսը մնա Կադմոս, կապը կտեսնենք, բայց այնտեղ թարգմանվում, այստեղ չի թարգմանվում։ Ու մեխանիկով ոչ մեկը չի կապում սա իրար։ Եթե Հայկ Նահապետի թորանը թարգմանենք, ստացվի եւ Հայկ Նահապետը եկավ տուն սարքեց արևելքի համար։ Ոնց հասկանանք։ Սարգիսի հարցից ես երկրորդ մասը կմեջ բերա, որովհետև նախորդ արդեն մենք պատասխանեցինք։ Որտեղից է գալիս արմեններ եւ Արմենիա անունները։ Հիմա հայ եւ Հայաստան, թե արմեններ եւ Արմենիա։ Այս հարցը շատ կարևոր հարց է, եւ այդ հարցի պատասխանը պետք է բոլորս միասին պատմաբաններով, հնագետներով բոլորը հավաքվեն այդ հարցի պատասխանը տան։ Երբ ուսումնասիրում ենք հնագույն աղբյուրները, ապա իմանում ենք, որ անուննակները, այսինքն այդ հնագույն աստված կոչվածները, իջնելու ժամանակ մեր այն ժամանակ անանուն, այս լեռը, որ հետագայում կոչվել Հայրամասիս կամ մենք բոլորս կոչում ենք հիմա Արարատ, նրա ջերմակ բարձր գագաթը բարձրագույնն է տարածքում եւ շատ կողմերից շատ պարզ եւ հստակ երևում է արեգակի լույսերի ճառագայթների ներկայացության տակ տվել են յուրօրինակ փայլ
Եվ այդ փայլը, այդ լույսը ընկալելի է եղել շատ հեռավոր, շատ բարձր մակարդակներից։ Եվ այս շումերական, բաբելոնական այս տեղեկությունները ապացուցում են նաև ժամանակակից գիտական, աստղագիտական տեղեկությունները, որ ասենք վերևից դիտելու ժամանակ Արարատ լեռը ասենք իր այդ արտացոլումը արևի ճառագայթների կարծես Փարոսի նման լույս է արձակում։ Հենց Փարոս, փայլ, լույս, ճառագայթ, Երևան, տեսանելի դառնալ, այսպիսի նշանակություն ունի ատ բառը, ի սկզբանե։ Այսինքն, եթե մենք թողենք մի կողմ մեր ասենք ընդունելը կամ չընդունել այդ գաղափարը, բայց եթե մենք ընդունում ենք, եթե մենք վերցնում ենք այդ տարբերակը, որ իսկապես աստվածներին որ մի ժամանակ մոտ 500,000 տարի առաջ իջել են իրենց մոլորակից կամ իրենց նավից մեր մոլորակի վրա, տեղանք ընտրելով միջագետքը, նկատել են փայլող այդ լեռան, արևի ճառագայթները արտացոլող մի բնական Փարոս, բնական կողմորոշիչ կետ։ Եվ ար բառը շմերական, հնագույն այդ ար բառը դա է նշանակում։ Հետագայում արդեն դարձել է արև ու ծնվում են բոլոր արյական ցեղերի համապատասխան արմատով աստված, աստվածներ եւ անուններ, անձնական, սեփական եւ այլ եւ այլ։ Ինչ է նշանակում ման։ Մարդ, էակ։ Ինչ է նշանակում ստան։ Օջախ, երկիր, հող, տարածք։ Այո։ Մենք ինչ-որ մի պատմական պահի ընդունել ենք որոշում մեր շատ եւ շատ հնագույն նախնիները։ Ու այդ պատմական պահը կարելի է տանել մինչև մարդու արարման պահ, քանզի ում շատ հասարակ է պրիմիտիվ հարցը, ում պետք է կամ ում կարող է պաշտել նորածին երեխան, եթե ոչ իր ծնողին։ Ով է ծնողը, Հայ Աստված։ Ում կարող էին պաշտել հոմո սապիենսները, եթե ոչ իրենց բազմանալու եւ տարածվելու իրավունք տվողին։ Ում կարող էին պաշտել մարդիկ, որոնք ջրհեղեղի ժամանակ Հայ Աստծո կողմից տրված գիտելիքներով փրկվեցին Արարատյան լեռների վրա։ Միթե այն Աստծոն, որ ջրհեղեղ ուղարկեց։ Իհարկե ոչ։ Իհարկե պետք է պաշտեին։ Դա կլինի Նոյ անունը, դա կլինի Ուտնապիշտի, դա կլինի Զիասուդրա, թե ինչ, կարևորը դա չի։ Անվանենք է մարդը կամ այն մարդկանց խումբը, ովքեր Հայ Աստծո կողմից տրված ինֆորմացիայի, տեղեկատվության շնորհիվ փրկվեցին, սարքեցին նավ եւ փրկվեցին Արարատյան լեռներում։ Ում նրանք պաշտեին, իհարկե իրենց փրկչին, Հայը։ Ոնց կարան այդ մարդիկ կոչեն իրենց երկիրը, իրենց անձնական օջախը, տունը, ստանը, եթե ոչ Հայայի երկիր։ Հայկը ասում է, ես կոչեցի իմ երկիրը Հայք։ Այո, քն դա մասնիկ է, որ տալիս պատկանելությունը, Հայայի երկիր։ Ով ենք մենք, մեր հյուսիս, հարավ, չգիտեմ, արևելք, արևմուտքում հետագայում ձևավորված ցեղերի կամ ազգերի համար։ Ով ենք մենք։ Փայլող լեռան որդիներ, Արարատը լինելով Փարոս, մեզ նաև տվել է ծննդավայրը ցույց տվող ինչ-որ մի կողմ որոշից ու բոլոր մյուս ազգերի համար։ Եթե խոսքը եղել է մեր լեռնաշխարհի մասին, մեր լեռնաշխարհից գնացած կամ եկած կամ ասենք երկրի ապրող ոչ մի մարդու մասին ասել են, սա փայլող լեռներից եկածն է, Արմանիստան, Արմենիա, ընդհանրապես սիրելիներս, ու մի զարմացեք, որ մեր երկիր ունի երկու անուն, Հայաստան եւ Արմենիա, բոլոր նորմալ երկրներ ունեն երկու անուն։ Վերջի հարցս, մեր կողմից շատ սիրված հարգարժան մայստրոն Ամիր Խանյանը Ռոբերտ
երգ ունի Երազ իմ երկի Հայաստան։ Ուզում ենք իմանանք ձեր երազած երկիրը, ձեր երազած Հայաստանը որն է։ Վանալիչ եւ Արարատ անպայման։ Վանալիչ իր տարածքներով Արածանի, Մեղրագետ, Բյուրակը, Արատլեր, տարածքները որտեղ ոչ թե ինչ-որ միայն հայ ազգի դա ծննդավայրն է կամ սրբագույնն է մեր համար, սա մեր երևի պարտքն է, պարտքը պետք է լինի պատմությանը, համաշխարհային պատմությանը, ժամանակի առաջ։ Ազգը դա մարդկանց հավաքական մի կերպար է, ու բոլոր ազգերը, վաղ թե ուշ պատասխան են տանում, ու մենք պետք է պատրաստ լինենք այդ պատասխանը տալու։ Եթե ոչ է մի օր Արարիչը հարցնի, թե ուր է իմ սրբագույն լեռը, ուր է իմ սրբագույն գետը, ուր է այն այգին, որտեղ ես սիրում էի երեկոյան հովին հանգստանալ, ինչ են պատասխանել։ Չէ՞ օրինակ ասի, ես ձեզ էի պահակ նշանակել։ Չէ՞ որ ես դեմ չեղա, որ դուք իմանում եք գրեք։ Այս հարցի դե պատասխանը մենք ունեցանք, միգուցե արժանի ենք հայ կոչվելու, եթե չունեցանք, ավելի լավ է գնանք դառնանք էլ Խանաան կամ էլ Շադայի, քան թե Արմեն, Հայկ, Կարեն, Արման, Նարեկ, այսքան։ Մեր հյուրներ Յուրի Սարգսյանը։ Մերսի։ Հաջողություն բոլորիս։